Արուձես սարգելի հայրենակիցներ, այսօր գտնում եմ Ամերիկայի արևելյան ափի ամենահայաշատ քաղաքներից մեկում Բոստոնում։ Մեջքից հետևում ընձիով մարդը Ամերիկայի նախագահ Ջորջ Վաշինգտոնն է, նրա արձանը, եւ այսօր բայց նրա մասին չեմ ուզում պատմել, ուզում եմ պատմել նրանից հետո եկող Ջոն Ադամսի մասին, երկրորդ նախագահի մասին Ամերիկայի, ով եղել է հայտնի դիվանագետ, իրավաբան եւ նրանից հետո եղել է Ամերիկայի նախագահ։ Երբ նա դարձել է Ամերիկայի նախագահ, 5 տարի կառավարել է եւ կառավարման ընթացքում բավականին ոչ պոպուլյար որոշումներ է կայացրել, որը իր դեմ է տրամադրել շատ մարդկանց։ Եվ ընտրություններ են տեղի ունեցել եւ ընտրությունների ժամանակ նրանից ավելի շատ ձայներ է հավաքել Ամերիկայի հաջորդ նախագահ արդեն Թոմաս Ջեֆերսոնը։ Բայց քանի որ այն ժամանակ աշխարհում դեռ այդպիսի փորձ չկար, որ մարդը իր կամքով իշխանությունը հանձնի, շատերը մտածում էին, որ Ադամսը ազդեցություն կգործի եւ կմնա իշխանության եւ երկիրը կվերածվի միանձնյա իշխանության երկրի։ Սակայն անցալով Վաշինգտոնի փորձին, տեսնելով փորձը, որ նա ինքնակամ հրաժարվել է երկրի կառավարումից եւ պատվիրել է իրենից հետո եկողներին, որ 2 ժամկետից ավել չիշխեն, Ջոն Ադամսը չնայած նեղացած է լինում հասարակությունից, բայց հրաժարական է տալիս եւ երկրի ղեկավար է նշանակվում Թոմաս Ջեֆերսոնը։ Այդ ժամանակ հասարակությունում բավական մեծ հակասություններ կային ամերիկյան եւ սա բերեց նրան, որ բոլոր հակասությունները լուծվեցին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դառավ ինստիտուցիոնալ ընտրական իրավունքով երկրի ղեկավար ընտրող առաջի երկիրը եւ պատմության մեջ առաջի անգամ ինքնակամ մարդ հրաժարվեց իշխանությունից Ջոն Ադամսը եւ նրա տեղը եկավ Թոմաս Ջեֆերսոնը։ Դրանից մոտ 26 տարի հետո, այդ դեպքերից 26 տարի հետո երկուսն էլ նույն օրը մահացան, Ամերիկայի անկախության օրը։ Սակայն երկուսն էլ թողեցին շատ մեծ հետք ոչ միայն Ամերիկայի, ամբողջ մարդկության պատմության մեջ։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ լուրջ երկիր, մենք պետք է հասկանանք, որ եթե ամեն մեր երկրի իշխան, ղեկավար փորձի իշխանությունը պայել այնքան ժամանակ մինչև բանը բանից անցնի, ոչ մի ինստիտուցիոնալ հիմք էլ չենք ունենա եւ մենք պետք է հասկանանք, որ իշխանության փոփոխություններն են գառանտը զարգացող նորմալ ժողովրդավար երկրի, իսկ ժողովրդավար երկիրն էլ գառանտն է զարգացող տնտեսության։ Այսօր այսքանը, հետևումս տեսնում եք մի հատ սիրուն սկյուռիկ, իր անունը մտածեք ինչ դնենք։ Շնորհակալ եմ։